Ես ինքս եմ իմ աչքով տեսել, ինչպես են անհայտ կորածների ծնողները, հարազատները, այդ թվում Արսեն Ղուկասյան, մասնակցել որոնողական աշխատանքների։ Ամենադաժան պայմաններում, որը ռուս խաղաղապահների հետ, որը ադրբեջանական զինված ծառայողների ուղեկցությամբ, որը մեր այն աշխատակիցների հետ, բայց այդ մարդիկ տառապանքով անորոշության պայմաններում եկել են, չգիտեն ինչ անեն, որտեղից ումից ինչ գնան ուզեն, անընդհատ խաբում են, հույս են տալիս մարդկանց, այսօր վաղը, չգիտենք ոնց կլինի, այս կլինի։ Ել մի հատ դուք Արսեն Ղուկասյանի գործով ասեցիք, ես փաստաբանի հետ խոսել եմ եւ փաստաբանը նաեւ հրապարակային հայտարարություններ էր արել։ Այդ օրը տեսնում ենք ինչ ուղղակի անտեսված վիճակում են մարդիկ։ Դե գնացել են մարդիկ ասում են մենք պահանջ ունենք, մեզ այս երկրի համար տվել ենք մեր ամենաթանկը, մեր երեխաներին ենք, չկան, հիմա մենք ուզում ենք տեղեկություն իմանանք ձեզանից։ Համար գոնե իջեք, պետքա իջնել այդ մարդկանց հետ խոսել, որովհետև սա գիտեք նաև արժեքային կարևոր համակարգ է եւ ազդում է մյուսների վրա։ Հիմա տեսեք, ասենք նայում են, չէ, նրանց տարբեր ծնողներ, զինվորական ծառայության տարիքի, այո, երիտասարդներ եւ ինքը ինչ է տեսնում։ Ասում եմ, մարդ, եթե ես գնամ հաջորդ անգամ կռիվ, իմ հետ մի բան լինի, այս ծնողիս հրետես ինչ են անելու, տանուլ են քաշքշեն, տալու են անօրինական կալանավորեն այն պարագայում, որ իմ ծնողը գալու է ուղղակի իմ մասին տեղեկություններ ուզի։ Սա շատ վտանգավոր ուղերձ է գնում։ Հələ մի հատ էլ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հələ դու տեսեք ցինիկության աստիճանը հանդիպել են Արսեն Ղուկասյանի եւ մյուսների հետ, ասել են մենք չգիտեինք, որ դուք պաշտպանության նախարարության դիմաց բողոքում են։ Բայց բան ո՞նց կարող է ամբողջությամբ համացանցը լցված այդ նորություններով։ Դու մի հատ այնտեղ ինչպես ասում են ծիտը մի հատ թռնի, մի անգամից ինֆորմացիան գնում հասնում է։ Ո՞նց կարող ես ասել մենք 2 օր դուք բողոքում եք, մենք չգիտեինք, որ նման հարց է